Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, որը միաժամանակ նաև ՔՊ-ի ավականու անդամ է Արմավիր համայնքում, պարտադրում է ուսանողներին, ոչ թե հրավիրում անգամ, այլ պարտադրում է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքին։ Տեսեք, այստեղ որն է խնդիրը։ Խոսքը ոչ թե այս տեսանյութը հրապարակելուց անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչներ տարբեր սկսեցին մեղքը միանգամից բարթել ուսանողների վրա, դասախոսների վրա, անգամ այս թեև պաշտոնատարած, բայց այս տիկնոջ վրա։ Իրականում այստեղ խոսքը հարց ավելի խորքային է։ Հարցն այն է, որ գործում է սխեմա, տեսեք, կա հովանավորչություն բարձր մակարդակի, կազմակերպված, եւ այս հանցագործության մասին հաղորդման մեջ մենք կոնկրետ անուններով նշել ենք, որ մեր համոզմամբ նախ մենք նշել ենք, որ նպատակը չէ, որպեսզի ուսանողներին ենթարկեն պատասխանատվության, ուսուցիչներին եւ այլն, որովհետեւ նրանք նույնպես զոհեր են մեր համոզմամբ եւ մեր նպատակն է նրանց նույնպես պաշտպանել այս արարքներից։ Եվ մենք հատուկ նշել ենք, որ պետք է քննություն տարվի, վարույթ իրականացվի եւ պարզվի քաղաքական մակարդակի բարձր պաշտոնատար անձանց ներգրավվածությունը այս արարքների Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, ովքեր ներգրավված են այս հանցավոր արարքի կատարման մեջ եւ այս սխեման նաեւ հովանավորում են նրանք։ Եվ այստեղ նաեւ շատ կարեւոր է, գիտեք, ոնց որ անընդհատ պատասխանատվությունն ու մեղքը գցում են այն մարդկանց վրա, ում իրենք էլ ճնշման են ենթարկում։ Այսինքն մարդկանց ճնշման են ենթարկում, ստիպում են, որպեսի ահաբեկեն, վախեցնեն, մեկին ստիպեն վախեցնեն, որ քննություն չի ստանա, մեկին նրանով, որ աշխատանքից կազատվի, հետո որ հանգարց հարցը բացահայտվում է, այ հարցը խնդիրը դառնում է հետեւյալը, ինչու դուք բացահայտեցիք, լավ, եթե բացահայտվեցիք, դուք էլ պետք է պատժվեք։ Մեր ասած այն է, որ ոչ, այդպես չէ, այս մարդկանց, նրանք այս կատարողները որ կան, նրանք նաև ձեր զոհերն են, ձեր քայլերի, եւ իրականում պատասխան պետք է տան այն մարդիկ, ովքեր հովանավորում են այդ ամեն ինչը, ովքեր այդ սխեմայի կազմակերպիչներն են գլխավոր, եւ սրա նպատակն է պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, մեր նպատակը դա է, եւ պաշտպանել մեր ընտրությունները։ Դա համար ես մեր քաղաքացիներին, մեր թիմի անունից նաև կոչ ենք անում, խնդրում ենք, որ նրանք հանկարծ իրենց տուրք չտան այս վախերին։ Գիտեք ինչ, թող մեր քաղաքացիները ասեն, եղավ, շատ լավ, ձեր ասածն է։ Ով որ գալիս է նման փորձում է ահաբեկել, թող ասեն ձեր ասածն է, հարց չկա։ Բայց գնան եւ ընտրություն անեն իրենց համոզմունքով առանց վախերի եւ ասեմ ձեզ, որ որևէ մեկը չի կարողանալու վերահսկել, սիրելի քաղաքացիներ։ Ոչ ոք չի կարողանալու, դա սուտ է, որ օրինակ ասում են արդեն տարածում են մարդկանց մեջ, նկարեք, ուղարկեք, վերահսկելու են եւ այլն, այդպիսի բան չկա։ Եվ մյուսը մեր քաղաքացիները խնդրում ենք, որ իմանալ նկատի ունեն, որ նրանք քվեախցիկում այդ պահին ամենազորն են, ամենակարողն են, այլ առհասարակ ամենազորն են, բայց այդ պահին մարդու բացարձակ իշխանությունը պատկանում է մարդուն եւ նրանցից գնում են, գողանում են այդ իշխանությունը, սա է կարևոր եւ հետո գալիս է նորից էլի ճնշում են, որտեւ այս համայնքապետերը եւ այլն, ովքեր ճնշումներ են գործադրում, նրանք էլ հենց ընտրվել են ամեն մարդու քվեով։ Եվ հիմա դրա համար կխնդրեմ նաեւ մեր ներկայացուցիչները մեր Մենք ուշացանք, էլի խնդրեմ սկիզբը կասեք, հիմա այս նամակը ինչու է հանձնվում։ Հիմա այս նամակը հանձնելու նպատակը նախ մենք տեսնում ենք, որ հրապարակային դաշտում իշխանության կողմից չկա ոչ մի արձագանք։ Գիտեք, եթե լիներ սա օրինակ որևէ ընդդիմության կողմից կատարված, միանգամից շոուներ, բանավեճեր, աղմուկ, ամեն մի падգամավորը մտնելու էր sense լայվեր աներ, բան, ու դրանով փորձեին ստեղծել պատրանք, որ իրենք են զոհերը, իշխանությունը, մինչդեռ սրա գլխավոր կազմակերպիչը եւ այս ամենը առաջ տանողը հենց իշխանությունն է, եւ մեր նպատակը ոչ թե տեսանյութով պատասխանատվության հարցը կոնկրետացնելն է այն ուսանողների վրա, որոնց ճնշում են, այն դասախոսների վրա, որոնց ճնշում են ուսուցիչները, այլ խնդիրը համակարգային է եւ խնդիրը վերևից է գալիս։ Մենք պետք է բացահայտենք, կանխենք այս շղթան, որ կա, որով մեզանից գողանում են մեր ընտրությունները։ Այսօր տեսանք, որ հերթական դրվագը աղմկահարույց արձանագրվեց Փաշինյանի քարոզարշավի ընթացքում եւ թիրախավորվեց 44-օրյա պատերազմում բռնի անհետացած բարձրաստիճան սպայի քույրը, նրա համատեքստում ուղիղ ֆիզիկական սպառնալիքի կոչեր հնչեցին։ Այս առնչությամբ թեև արել եք կարճ տեսաուղերձ, ամեն դեպքում մանրամասնեք ինչ գնահատականի պիտի արժանանար այս պահին, որ չի լինում։ Առաջինը, նա ամենակարևորը մեզ համար ուղղակի այս
իրավիճակ ուղղակի սարսափելի, անգամ չգիտես ինչ բառով նկարագրես, երբ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, գործադիր իշխանության ղեկավարը կարող է թույլ տալ իրեն այդպես խոսել մարդու հետ, կնոջ, հայ կնոջ հետ, առհասարակ մարդու հետ, եւ ինչ կապ ունի դու, ինչ խնդրով է այդ մարդը եկել։ Կապ չունի անգամ այդ մարդը ճիշտ է, սխալ է, դու որպես բարձրաստիճան պաշտոնական անձ պարտավոր ես նրա հետ խոսել հարգալից։ Նրա ի վերջո քաղաքացին է, չէ, այս իշխանության ձևավորողը, ձայն տվողը, քվեարկողը, սա է, որ գիտեք, մեր համակարգի խնդրեմը, մենք պետքա վերջ տանք ի վերջո այս արատավոր երևույթին, նայեք, երբ տեսեք թիկնապահների ներկայությամբ, ինչի է ինքը տենց գորգորում մունատ գալի, որովհետև թիկնապահների ներկայությամբ է, գիտի, որ իշխանություն ունի, պաշտպանված է, եւ տեսեք մարդուն ոնց է վերաբերվում։ Սա ես նշեցի նաև, որ մենք պետք է սրանով վերջ դնենք մեր այսքան տարիների այն արատավոր երևույթին, որ պաշտոնյան կամ ինչ-որ թիկնապահներով մարդիկ կարող են մարդկանց հետ այսպես խոսել ու անպատժելի մնալ։ Ես նկատի ունեմ այստեղ այն արատավոր բարքերը, որ եղել են։